Երկիր մեդիա հեռուստաընկերության ամենաազգային, ամենասիրելի հեռուստադիտող հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում է Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարը եւ այսօր մենք պատրաստել ենք մի բացառիկ ուտեստ, որը պատրաստել ենք մի բացառիկ անձնավորության հետ։ Ինչու բացառիկ, որովհետեւ մենք գտնվում ենք Աղթալայում, որտեղ դարեր ի վեր եղել են հանքափորներ եւ այն ուտեստը, որ պիտի պատրաստելու ենք հանքափորների սիրած տոլման։ Եվ ինքը պատահական տոլմա չէ, այլ պատրաստում է մի հրաշագեղ գեղադեմ անձնավորություն, որի անունն է Արմենիան Թանեսյան, որը ներկայացնում է Արմե հանդիսությունների կազմակերպման կենտրոնը եւ որը կբացատրի, թե մենք ինչ ենք անելու այսօր, ինչու հանքափորների տոլմա եւ ինչու Արմե հանդիսությունների սրահ եւ ինչու ընդհանրապես Աղթալայում։ Սիրով ողջունում ենք ձեզ։ Շնորհակալություն հյուրընկալելու համար մեզ։ Այսօր պատրաստելու ենք հանքափորների տոլմա, ինչու հանքափորների տոլմա, որովհետև մեր տարածաշրջանում մենք ունեցել ենք տարբեր ազգերի ներկայացուցիչներ դեռ վաղ ժամանակներից, հույներ, ֆրանսիացիներ, վրացիներ նաև ու հիմնականում իտալացիներ, ռուսներ, աշխարհի տարբեր կողմերից ու հիմնական զբաղմունքը եղել է հանքարդյունաբերությունը։ Իսկ կանանց դեպքում Կանանց դեպքում խոհանոցը։ Հրաշալի։ Այսինքն տղամարդիկ հանքարդյունաբերությամբ են զբաղվում, կանայք էլ պատրաստում են խոհանոցով։ Իսկ քանի որ տղամարդիկ հանքում հանքարդյունաբերության ոլորտում շատ էներգիա են ծախսում, հետևաբար նրանց էներգիայի աղբյուր էր պետք, էներգիան վերականգնող սնունդ էր պետք, իսկ ով կարող վերականգնել այդ էներգիան, եթե ոչ տանտիկինը։ Հրաշալի, երկու ձևով։ Որպես տանտիկին իր հոգևոր էներգիան փոխանցելով եւ որպես տանտիկին, որը պատրաստում էր լավ կերակուրներ, որը մենք փոխանցենք մեր հեռուստադիտողին։ Ունենք մենք մեր բաղադրատոմսի մեջ ունենք կաղամբ, միս, որպես էներգիայի աղբյուր եւ համեմունքներ ավելի ճաշը ավելի համեղ դարձնելու համար, ուտեստը ավելի համեղ դարձնելու համար։ Հրաշալի։ Սկսում ենք։ Սկզբի համար պետքա սոխառած անենք։ Սոխառածը անում ենք պղնձե թավայի մեջ, որովհետև Աղթալան ավանդաբար դա պղնձի արդյունահանման վայր էր առ այսօր, որտեղ արդյունահանել են ոչ միայն պղինձ, այլ նաև ոսկի եւ արծաթ։ Հիմա թավան ես կպահեմ։ Իրա վրա ձեթ ավելացնենք երևի, հա, ձեթ ու սոխ։ Մենք հիմա ավելացնում ենք սոխը, մանր կտրատված սոխը, որպեսզի այն կարամելիզացվի, հրաշալի, փայլուն, ես կասեի նույնիսկ շքեղ։ Հիմա շատ արագ ինքը կկարամելիզացվի եւ եթե զգանք, որ ինքը արդեն մոտենում է վառվելու աստիճանի, մենք կարող ենք Պես։ Հա, ավելացնելու ենք միսը, մի քիչ կարմրի։ Արդեն իսկ աղացած միսը։ Մենք ունենք միսը ավելացնելու երկու տարբերակ։ Առաջին աղալով, երկրորդ մանր կտրատելով, եւ քանի որ այն ժամանակ մսաղած չկար, իրանք ինչ էին անում, միսը կտրատում էին։ Հրաշալի, կտրատում էին երկու ձեռքով, հա։ Մի վախեցիր։ Դու վերցում ես ցակատը։ Ավելացնենք հիմա աղացած միսը, այո։ Սկզբում սա բերեք ավելացնենք։ Բերեք մի փոքր, այսպես։ Դուք դա ավելացեք, ես սա մինչև կտրատեմ։ Հիմա մենք ավելացրեցինք մեր համախառն միսը, ինչու համախառն, որովհետև իր մեջ կար եւ մսաղացով աղացած եւ երկուսով կարողացանք նաեւ կտրել մեր ցակատներով։ Ցակատը որպես աղթալեցի գիտի, չէ՞ ինչ նշանակում։ Հա, փայտ ցակ կոտրելու կացին, փոքր կացին։ Հրաշալի։ Սա ցակատ է, սա պարզապես խոհարական մեր ստանակի, հրաշալի։ Հիմա պետք է ավելացնենք տոմատը։ Ինչու ենք ավելացնում տոմատը։ Պղպեղները, որ միսը համեմունքների մեջ եփվի, համոյթ լինի։ Որպեսզի թթվայնություն նաև ապահովենք։ Թթվային միջավայր ապահովենք մեր մսի համար։
Հրաշալի։ Արմինեն այնպես ինչպես որ կազմակերպում է միջոցառումներ, նույն վարպետությամբ նաև ավելացնում է լոլիկի խյուսը, կամ ինչպես ժողովուրդն է ասում, տոմատը, բայց տոմատը տվյալ դեպքում իհարկե դա պարզապես այս մարմնեղ զանգվածն է։ Հիմա ավելացնում ենք լոլիկ։ Մեկ գեղեցիկ օր մենք Արմինի հետ հատուկ կպատրաստենք աշխարհի ամենանուրբ տոլմաներից մեկը, որ Փարիզի խոհարարական մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել, դա դդմի ծաղիկի մեջ տոլման է, ամենանուրբ տոլման է, եւ մենք միասին իհարկե Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում պատրաստել ենք ամենահետաքրքիր տոլմաներից մեկը, դա տոլմայի խորովածն է, բայց մտածում եմ, ահա, մենք ցակատով ենք կտրում։ Մենք ասածը Արմինեն կտրում է, ես ուշադիր հետևում եմ։ Արմինեն օգտագործում է իր ողջ ուժը, ինչպես որ ծանրամարտիկը ծանրաձող բարձրացնելիս, կամ հարսը կեսուրի հետ կռիվ անելիս, կամ հարսը տալի հետ կռիվ։ Հարսը տալի հետ կռիվ անելիս, հաջողությամբ կաղամբը կիսեցինք։ Կռվում։ Այո, ինչպես չեն կռվում, բայց կիսում ենք հաջողությամբ, չէ, հավասար։ Պարտականությունները հավասար, բայց իրավունքները հարսին ավելի շատ եք, չէ՞ տալի։ Անպայման։ Հրաշալի։ Որովհետև հարսի տրամադրությունից է կախված ամբողջ տան տրամադրությունը։ Այո, այո։ Կաղամբը մանուշ չենք կտրտում, Ինչու։ քանի որ տոլմայի տեսք տալու համար իրան սովորաբար Փայլուն, հրաշալի։ մեր սովորական խոհանոցային կտրտած կաղամբից պետքա խոշոր կտրտվի։ Հրաշալի, մեր մսահյութային զանգված։ Եվ հետո այն ժամանակ կանայք ժամանակ չունեին դնեին, մանր կտրտեին, չունեին լվացքի մեքենա, չունեին աման լվանալու մեքենա։ Խորացային կոմբայն։ Ավելացնում ենք կաղամբային զանգվածը։ Կաղամբի զանգվածը ավելացնում ենք, որպեսզի տոլմայի հատկությունները իրան եւս փոխանցվեն, չէ՞։ Հեսա շուտով տոլմայի հետ կգա։ Հրաշալի, մենք մեկ ամբողջ կաղամբը հաջողությամբ տեղափոխեցինք թավայի մեջ։ Արմինեն մեծ վարպետությամբ խառնում է։ Մեր տոլման ոչ ավանդական տոլմա է, որովհետև մենք տոլմա ասելով առաջին հասկանում ենք իրան որպես փաթեթավորած, բարուրած, բայց այս դեպքում ինքը տոլմայի համը ունի, բայց տոլմայի տեսքը չունի։ Որտեղ ինքը հանքափորների տոլմա է, իսկ հանքափորները ժամանակի առումով նաև արագ է պատրաստվում, քան սովորաբար փաթեթավորված։ Այո, որտեղ հանքափորը երբ որ գործից տուն է գալիս, ինքը նախընտրում է շատ արագ ուտել, իսկ տանտիրուհին այդքան ժամանակ չունի, որ փաթեթավորի, շատ արագ համերը ստանում են նույնը, բայց տեսքը ոչ այնքան։ Ավելացնում են կրկին անգամ։ Հա, պետքա լավ կարմիր լինի։ Տոմատի խյուս, լոլիկի խյուս ենք ավելացնում։ Ինքը ապահովում է ինչպես գույնը, այնպես էլ թթվայնությունը։ Որտեղ կաղամբը ինքը չեզոք համ ունի իհարկե։ Ուրեմն մենք ունենք մի հարևան պետություն, որը ազգաբնակչությամբ մեզ մի քիչ ավել է, խոսքը Չինաստանի մասին է, շատ քիչ են ավել, մի 100 անգամ, 100 չէ շատ, և այնտեղ երկրաբաններից մեկը, քանի որ պղնձաշխարհը կամ հանքաշխարհը պայմանավորված է նաև երկրաբանների հետ, մեկ անգամ ռուս երկրաբան է լինում Չինաստանում և ասում է կաշու մասլը նի սպորտիչ, ասինքն փլավը չես կարող փչացնել յուղով, բայց չինացիները այսպես հետաքրքիր նայում են, որովհետև այնտեղ հնարավոր նույնիսկ շատ յուղ լցնելով
այդ փչացնել այդ ուտեստը, այնպես որ շատ կանաչին նույնպես կարող է համը փոխել եւ ցանկացած բան պետք է ունենա իր չափը, չէ՞։ Բնականաբար, Արմինեն շատ է որովհետև սիրում ամենի պոեզիա։ չափի մեջ է գեղեցիկ։ Քո սիրած հայ բանաստեղծներից ում ես շատ սիրում։ Հայ բանաստեղծներից սիրում եմ բնականաբար ամենագլուխգործոցներից Սևակին, Չարենցին, ժամանակակիցներից նոր աստղ եմ հայտնաբերել իմ համար, Քրիստինե Աննա Խողացյանը, երևի տեսած կլինեք, որ շատ եմ կիսվում իր բանաստեղծություններով, եթե նկատած կլինեք։ Ինքը մասնագիտությամբ բժշկուհի է եւ Ամերիկայում հայ գրողների միության փոխնախագահն է։ Եվ այդ ամենի հետ մեկտեղ ինքը ստեղծագործում է հրաշալի ու համեմատած մեր նոր ժամանակակիցների հետ ունի շատ հրաշալի բառաստեղծ հատկություն, նոր բառեր ստեղծելու, նոր մտքեր ստեղծելու ու ամբողջովին տարբերվում է մնացածից։ Հայ գրականության մեջ ամեն շատ բառ օգտագործել իհարկե Պաուլ Սևակը, շուրջ 17000 բառ, եւ Պաուլ Սևակը ունի մի հետաքրքիր արտահայտություն, ասում է հայի չափը չափազանցն է։ Այնպես որ հիմա չափազանց շատ կանաչին չի խանգարի, հա, մեր ուտեստի։ Արմինեն վարպետությամբ փոխանցում է չափազանց շատ կանաչին, չափազանց համեղ հանքափորի տոլմային, որը այս հաղորդումից հետո կպատրաստեն նաև մեր այլ տնային տնտեսուհիները եւ ոչ մեր հանքափորների կանայք, հա, ճիշտ եմ նկատում Արմինե։ Հա, իհարկե շատ համեղ է ու բոլորն էլ կարող են պատրաստել։ Սիրելի հեռուստադիտող, ընդերքից հանվող ամենից թանկ բանը դա աղն է իհարկե, չնայած արժեքի տեսակետից հիմա ոսկին, պղինձը, արծաթը շատ ավելի թանկ են, այնպես էլ մեր ուտեստի դեպքում ամենից կարևոր բաղադրիչը, որ ավելացրեց Արմինեն, դա իհարկե մարդկային ջերմությունը եւ հոգին եւ սիրտն է, որ դրեց, ինչպես նաեւ իր գործի մեջ, եւ հիմա մենք մոտենում ենք այսպես տրամաբանական ավարտին, մենք հիմա թավան կտեղափոխենք մեր այսպես կոճղի կենտրոն եւ երկուսով կհամտեսենք։ Հրաշալի, հիմա ինքը վերցնում է ձեռնոցները, որպեսզի իր ձեռքերը չայրվեն, նուրբ ձեռքերը։ Դժբախտաբար ես օգնել չեմ կարող։ Տաք է բավականին, հետևում է Արմինեի դեմքի արտահայտությունից։ Հիմա մենք ամենակարևոր մասին ենք հասել։ Արմինեն արդեն չհամբերեց եւ շնչադիմակը մի պահ իջացրեց։ Հիմա մենք շնչադիմակները իջեցնում ենք, որովհետեւ պիտի համտեսենք։ Հիմա Արմինեն բարձրացնում է ափսեները, տեղափոխում է հանքափորի տոլման ափսեների մեջ, տեսքը զ գլխի չէ, հոտը աննման, համը շուտով կփորձենք։ Արմինեի դեմքի արտահայտությունից հասկանում ենք, որ այս ամենը մենք պիտի նաև գեղեցկացնենք այն կանաչներով, որ մեր ձեռքի տակ է։ Եվ Արմինեի դեմքի արտահայտությունից ես հասկանում եմ, որ պետք է դանակով չկտրատենք կանաչին, այլ պիտի ձեռքով, հա։ Հրաշալի։ Այստեղ այլ համերգներ նույնպես կարող ենք օգտագործել, բայց տեսեք ինչ հետաքրքիր պատկեր ստացանք։ Եվ ինչ անենք, հա։ Տեսնենք հանքափորները ճաշակի տեսակետից ինչպես են, իրենց բերանի համը լավ էին գիտակցում, թե ոչ, հա։ Փորձենք Արմինեն։ Արմինեն որպես կիրթ անձնավորություն պատառաքաղով վերցնեմ, ես ընդհանուր լավ աշով փորձում ենք։ Անմահական համ ունի եւ պետք է ասեմ, որ մեր ամենաստացված հաղորդումներից մեկն է։ Շնորհիվ իհարկե Արմինեի հմայքի եւ գեղեցկության եւ խոհարական տաղանդի հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոց հաղորդաշարներ, որ մենք անցկացրեցինք անկրկնելի բնության գրկում, անկրկնելի պատմական եւ հիշողության միջավայրում եւ մի հետաքրքիր անձնավորության հետ, որի պատրաստած ուտեստը մտածեմ, որ դուր կգա մեր տնային տնտեսուհիների, մեր խոհարարների եւ իրենք օգտագործեն նաեւ իրենց հետագա
խոհարարական հանճարեղ գործերը կազմակերպելիս։ Մենք կհանդիպենք հերթական անգամ մեկ շաբաթ անց Երկիր մեծա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոց հաղորդաշարի շրջանակներում։ Շնորհակալություն ձեզ մեզ հյուրընկալելու համար եւ նման հետաքրքիր օր կազմակերպելու համար։ Համեցեք լոռի, համեցեք աղթալա։